Դե ինչ շարունակում ենք լույս առավոտի լավ տրամադրությամբ եւ շատ կարեւոր թեմա ունենք, որի մասին խոսենք քիչ անց մեր հյուրերի հետ, հետեւյալն է։ Նկարչի տուն կենտրոնը նոյեմբերի 16-ից ժամը 15:00-ից մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ կազմակերպում է յուրահատուկ ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինելու կենտրոնի բոլոր երեխասանների ավելի քան 100 աշխատանքներ, որոնք լինելու են վաճառքի ենթակա։ Վաճառքից գոյացած ամբողջ գումարը կուղղորդվի Երևանի մանկան տուն, որտեղ 0-ից 6 տարեկան երեխաներն են Սպորտլանդիայի եւ ֆիզիկական վարժությունների համար անհրաժեշտ աքսեսուարներ ձեռք բերելու նպատակով։ Միջոցառումը համաձայնեցված է Մանկատան տնօրինության եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ։ Սոցիալական կարևոր նախաձեռնության նպատակի եւ սպասելիքների մասին խոսեն մեր հյուրերը։ Իսկ մեր հյուրերն են նկարչի տուն կենտրոնի հիմնադիրներ Արտավազդ Պապյանը եւ Սյուզաննա Պապյանը։ Բարի ձեզ։ Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք ու այսպես գժական մեծ կարևոր գաղափարի շուրջ ենք այսօր խոսելու, շնորհակալություն ձեզ։ Գիտեմ, որ ձեր հետ նաև կա մի թիմ, որ միայն դուք չեք, բայց իհարկե գաղափարի հեղինակները դուք եք։ Ինչպես սկսվեց, ինչու որոշեցիք սա անել։ Ինչպես ծնվեց։ Նախ մենք շատ շնորհակալ ենք հրավերի համար։ Շատ դրական եւ ջերմ մթնոլորտ ձեր տաղավարում, շնորհակալ ենք։ Գաղափարը ծնվեց ավելի շատ ես դիտարկում էի գաղափարը որպես ծնող, այդ գաղափարը այդ տեսանկյունից ինձ շատ հետաքրքիր թվաց։ Այս բարեգործական ցուցահանդեսի յուրահատկությունը ներկայացնեմ, յուրահատկությունը այն է, որ հիմնական գաղափարախոսությունը հենց բարեգործություն անելը չէ։ Բարեգործությունը առավել արժեքավոր է, երբ բարեգործը երեխա է։ Եվ այդ երեխան չի նվիրաբերում ինչ որ գումար կամ նյութական, որ իր ծնողն է տվել, այլ նվիրաբերում է հենց իր չարչարանքի, իր աշխատանքը, նվիրաբերում է իր նկարը։ Մեր հիմնական գաղափարախոսությունը, որ ուզում ենք սերմանել, որ երեխան հասկանա, որ անկախ տարիքից եւ սոցիալական վիճակից հնարավոր է արժեքավոր քայլ անել այս կյանքում եւ պետք է արժևորել արվեստը, նկարչական արվեստը։ Երեխան հասկանա, որ կարելի է նկարչությունը դիտարկել որպես հնարավոր նկարչություն դիտարկել որպես շատ ուժեղ գործիք, բարի գործ կատարելու համար։ Եվ այս ամենը մենք ծնողների հետ համատեղ նկարագրեցինք երեխաներին եւ նրանց ոգևորությունը աննկարագրել էր։ Բնականաբար այդ ոգևորությունը փոխանցում էր նրանց ծնողներին։ Իսկ ինչպես եք աշխատանքները ընտրել։ Աշխատանքները ուղղակի պատականությամբ թեմատիկ չէ, երեխաները, ովքեր իրենք ցանկացել են ինչ-որ աշխատանք նվիրել, դա թողել ենք լրիվ իրենց հայեցողությանը։ Նույնիսկ այդտեղ աշխատանքները ներկայացած լինելու երեխաների, որոնք դասընթացներ են հաճախում ընդամենը երևի 1 ամիս կամ ավելի քիչ։ Բայց մենք չուզեցինք մերժենք նույնիսկ այդ երեխաներին, ովքեր ցանկացել են մասնակցել, որովհետև այստեղ գնահատական չտանք, թե ինչքանով է այդ նկարը ավելի պրոֆեսիոնալ, ավելի երկար հաճախել երեխան, ուղղակի մտահղացումը եւ երեխաների ոգևորությունը իրենք ցանկացել են, իրենք նվիրաբերում են իրենց աշխատանքները։ Չկա թեմատիկա եւ չկա սահմանափակում երեխաների ինչ որ մենք սահմանակում փակում տանք ինչ որ մեկին հնարավոր, ինչ որ մեկին ոչ։ Հարցս ուղղամ Սյուզաննային, ինչպիսին են ծնողների եւ երեխաների արձագանքները։ Շատ դրական։ Շատ ոգևորված են։ Եվ շատ ոգևորությամբ սպասում են այդ օրվան։ Իմ կարծիքով իրենց համար շատ, ավելի շատ իրենց համար է ամեն ինչը կարևոր, քան թե ձեր բոլորի, որովհետև ես պատկերացնում իրենց ուրախությունը, իրենց ոգևորվածությունը, պարտությունը, որ իրենք կարող են ինչ-որ մի ուրիշ երեխայի դեմքին ժպիտ առաջացնել հենց իրենց նկարով եւ այն հասույթը, որը որ կլինի։ Իմ կարծիքով սա ամենամեծ ձեր գաղափարի մեխն է, ձեր բերումն է, հաղթանակն է, որ երեխաները ես պատկերացնում ոգին նրանց ոգևորվածությունը։ Քանիսն են սաները կենտրոնի։ Կենտրոնը դեռ այսպես ասած առաջին քայլերն է անում, մի տարեկան է, չէ՞։ Հա, բայց սաները բավականին են, մեն երեխա սաները մոտ 50 սան են։ Քանի որ մեր կենտրոնը նկարչական դասընթացներ անցկացնում է եւ մեծահասակների եւ երեխաների, բայց այս միջոցառումը որոշեցինք անցկացնել միայն երեխաների մասնակցությամբ։ Մեր մեծահասակ սաները բավականին ոգևորություն ունեցան այս միջոցառման հետ կապված եւ
մտածեցին գոնե որպես գնորդ մասնակից լինեն այս միջոցառմանը։ Հետաքրքիր ինչու է այսքան երկար տևում, հա, այսինքն նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ, ինչու է պայմանավորված։ Հնարավորություն տանք հասարակությանը, հա, շատ ժամանակ լինել, շատ ժամանակ ունենանք, որ երբ հարմար կլինի թող հաճախեն։ Վաճառքի գումարը սիմվոլիկ է ընտրած, մեկ նկարի արժեքը սիմվոլիկ 5000 դրամ, որը ուղղորդվելու է միանգամից համապատասխան հաշվի համարին, հասանելի լինի հասարակության մեծամասնության համար, դա շատ սիմվոլիկ բնույթ է կրում, գնվելու է մանկատուն, մանկատան համար, որը 0-ից 6 տարեկան երեխաների մանկատուն է, Սպորտլանդիայի պարագանի եւ այլ սպորտային ֆիզիկական վարժությունների աշխատանքների կապված։ Իսկ ինչպես կարող են մարդիկ գալ եւ միանալ այդ նախաձեռնությանը։ Ինֆորմացիա կարող եք միանալ որպես գնորդ։ Կենտրոնը բարձր լինելու այդ մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր 12-ից սկսած մինչև ժամը 6-ը, երբ ցանկանան կարող են հաճախել, թեկուզ ընդամենը տեսնել, թե գնել, դա արդեն իրենց հայեցողությանը։ Ես ուղղակի մեծ հույսեր ունեմ, որ հասարակությունը արժանավորինս կգնահատի այս միջոցառման կարևորությունը երեխաների համար եւ նրանք Գիտեք, մենք ապրում ենք 21-րդ դարում եւ ամեն ինչ այս սրա մեջ համացանց, Facebook, Instagram, TikTok, այս ամենի մեջ է ապրում մեր հասարակությունը ցավոք սրտի։ Գիտեք, ես մենակ մտածում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր որ օրինակ Հայաստանի Հանրապետությունում չեն ապրում, կամ ապրում են, օրինակ Երևանից դուրս տարբեր մարզերում են ապրում, այս հետաքրքիր գաղափարից ընդհանրապես տեղյակ չեն, այ որքանով եք շեշտը դրել համացանցի վրա, հա, որովհետև եթե լայն մաքսիմալ տարածվի այս ինֆորմացիան համացանցով, իմ կարծիքով կլինեն մարդիկ, ովքեր որ եւ կուզենան on-line գնում կատարել, միգուցե փոխանցեն գումարը եւ մասնակիցը լինեն այս ամեն ինչի մեջ։ Արդյոք ինչ որ աշխատանքներ տարվում է այդ ուղղությամբ։ Համացանցով բավականին հա ինֆորմացիա ենք տարածում, բայց on-line գնումը այս պարագայում երևի թե հնարավոր չլինի, տեղում փորձ ենք կազմակերպել։ Ես նույնիսկ խորհուրդ կտամ մեր հասարակության մարդկանց, ովքեր որ ցանկանան գնել, երևի թե ավելի ճիշտ կլինի հնարավորության դեպքում մոտենան գնելու իրենց երեխայի հետ։ Դա ինձ թվում է ավելի հետաքրքիր, ավելի արժեքավոր կլինի, որ իրենց երեխան էլ մասնակից լինի այս ընդհանուր շղթային, ասենց ասած, ընտրեն եւ գնեն։ Ինձ թվում է այդպես ավելի արժեքավոր կլինի։ Շատ հետաքրքիր նախաձեռնություն է գաղափար ու ես կարծում եմ, որ սա պետք է վարակիչ լինի, որովհետև այն կենտրոնը ինչ որ մտածել է, ձեր կենտրոնը ինչ որ մտածել է, ես վստահ եմ, որ մնացած կենտրոններին պետք է օրինակ լինի ու հուսանք առաջիկայում մենք կլսենք, որ շատ նման կենտրոններ նմանատիպ գաղափարներ են առաջարկում ու իրենց շուրջ կհավաքեն առաջին եւ երեխաներին եւ մեծերին, բայց ինչ է սա տալու ըստ ձեզ։ Okay, համաձայն եմ, որ կհավաքվի գումար, սպորտային պարագաներ կնվիրենք, կգնենք երեխաներին, բայց հիմնական նպատակը, հա, այս ամեն ինչի։ Հիմնական նպատակը հենց սերմանել այդ գաղափարը, թե մեր կենտրոնի սաների, թե ձեր ասած, որ արդեն կտարածվի դա բոլորի մոտ, կսկսվի դա ավելի ցանցային լինելը։ Արժևորել արվեստը ու արվեստը դիտարկել որպես գործիք, բարի գործ կատարելու համար։ Երեխաների մոտ մոտիվացնես դա բարիությունը, դա չի կարող դրական ազդեցություն չունենալ իմ կարծիքով, շատ դրական ազդեցություն է լինելու եւ ես վստահ եմ, որ հետագայում արդեն մեր սաները ինքներն են էլի ցանկանալու նորից եւ նորից կազմակերպել նմանատիպ միջոցառումներ։ Բնականաբար հիմնական գաղափարը հենց այդ սպորտային պարագաները չէ, նախ շնորհակալություն մանկատան տնօրեն Լիդա Ջուլիկյանի եւ աշխատանքի եւ սոցիալական նախարարությանը, հարցերով նախարարությանը իրենք ճիշտ է հոգում են բոլոր կարիքները երեխաների, բայց հասկանալով այս գաղափարը բարությամբ մոտիվացնելու եւ երեխաներին համախմբելու այս գաղափարը թույլատրեցին այս միջոցառումը, որովհետեւ հենց միտքը օգնություն տալը չէ մանկատանը, միտքը հենց սերմանել երեխաների մեջ այս բարությամբ եւ համախմբելու գաղափարը։ Ինչու՞ չեմ նաեւ գիտակցեն, որ կա մանկատուն, կա մանկատան երեխաներ, որոնց պետք է անտարբեր չլինել, պետք է համախմբված լինել եւ բարությունը իհարկե միշտ դրական ազդեցություն կունենա եւ մանկատան երեխաների եւ մեր սաների վրա։
Հուսանք ու ես կարծում եմ արժևում դե ամանորն է, ընդհանրապես մի 50 օր բան է մնացել, կարծում շատ ընկերություններ միգուցե կամ սոցիալ նախարարությունը կրկին կարող է առաջարկի ձեզ, որ դեկտեմբերին էլ նման բան կարելի է կազմակերպել երեխաների նոր տարին էլ ավելի գունեղ ու սիրուն դարձնելու համար։ Ես նաև կուզեմ խոսենք կենտրոնի մասին, կենտրոնը թեկուզ եւ 1 տարեկան է, բայց կարծում եմ այս 1 տարվա ընթացքում ահռելի աշխատանք եք տարել, որովհետեւ սաները քիչ չեն, շատ են եւ ինչ սպասել առաջիկայում, կենտրոնը ինչ պլաններ ունի, ինչ է դրել իր առաջ։ Գիտեք, մեկ տարվա ընթացքում մեր համար մեծ պատիվ էր, որ մենք նույնիսկ արժանացանք համազգային վստահության խորհրդի կողմից ոսկե դափնի մրցանակի, որպես վստահելի գործընկեր, որպես մշակույթի բնագավառում վստահելի ուսում մատուցող ընկերություն։ Դա մեծ պատիվ է։ Ես ուզում եմ նշեմ, որ հիմնականում մեր այս մտահղացումները շարժվել դեպի առաջ, շարժվել ավելի մեծ դրական պրոյեկտներով շարժվել առաջ, ավելի շատ մոտիվացնում են հենց մեր սաները, որովհետև մեր սաների մշտապես բարձր դրական արձագանքը մեզ ավելի ու ավելի է պարտավորեցնում նոր հետաքրքիր մտահղացումների, նոր վերելքների, որը ուղղորդված է ընդհանուր հետաքրքրությունների եւ մեր եւ սաների, այսինքն ոնց որ ընդհանուր շահերից ելնելով միշտ մտահղացումներ են կազմակերպում, պարբերաբար այցել, ցուցասրահներ եւ այլն, փորձում ենք զուտ այդ նկարչական ուսում տալու, սահմաններից դուրս գալ, որը շատ ողջունում են մեր սաները եւ դա ավելի է մեզ պարտավորեցնում միշտ նոր նախաձեռնությունների։ Շնորհակալ ենք շատ, մեր եթերաժամանակը քանի որ շատ սուղ է։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողին, նկարչի տանը նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 23-ը ժամը 15-ից դուք կարող եք մի բարի գործ անել ձեր երեխաների հետ միասին, գնացեք ընդհանրապես մեկ նկար կարող եք գնել, այնտեղ շատ երեխաներ են, որ վառ տաղանդավոր աչքերով սպասելու են ձեզ։ Եվ սիմվոլիկ որոշված է 5000 դրամ, իսկ այդ գումարը ամբողջությամբ փոքրիկ նվեր կլինի մանկան տուն երեխաների համար, որոնց համար կգնվեն ֆիզիկական վարժությունների համար անհրաժեշտ աքսեսուարներ, պարագաներ։ Շնորհակալ ենք շատ, իսկ մեր հյուրերն են նկարչի տուն կենտրոնի հիմնադիրներ Արտավազդ Պապյանը եւ Սյուզաննա Պապյանը։ Ձեզ լավ շնորհակալ ենք։ Կրկին խոսելու ենք երեխաների մասին, ծնողների, համացանցի, արհեստական բանականության եւ շատ լավ ներկայացման մասին։ Քիչ անց դադարից հետո մեր տաղավարում կլինեն կրկին շատ սիրված եւ սպասված հյուրեր։ Մնացեք մեզ հետ։